Բայց այս թեման եկեք փակենք, որովհետև ասում քննարկման փուլի մեջ չեմ ուզում։ Արդեն պատրաստվում եք ընտրությունների սեպտեմբերին գիտենք, որ ԿՊ վարչության այսպես համաժնիստն է լինելու։ Սեպտեմբերին լինելու է վարչության ընտրությունները, իսկ ընտրություններին մենք շատ վաղուց ենք պատրաստվում եւ այդ process-ը վարչության անդամների մասն է։ Չէ, վարչության անդամ, հա, այդ Արդյոք կան արդեն խնդիրներ, մեկը ասում եմ մյուսի ոտի տակն է փորում, ակտիվ մրցավազք է քաղաքացիական պայմանագրումով անդամ դառնում, որտեղ ցուցակը լինելու նախընտրական այդ ցուցակը։ Չէ, նախ ցուցակը չի լինելու, դա լինելու է վարչության անդամների ընտրությունը, բայց այդ մրցավազքը դեռ չի սկսվել պաշտոնապես, գործընկերները ակտիվ են եւ ավելի շատ են ակտիվանալու ներկուսակցական հանդիպումներ են անցկացնելու, որը նորմալ է, որպեսզի էական փոփոխություններ է վարչության կազմում։ Ես կարող վստահ եմ, որ շատ նոր մարդիկ կլինեն, ինչպես նաեւ պետք է չգիտեմ, իրավունք ունեմ ասեմ թե չունեմ ասելու, բայց կասեմ, լավ, հիմա ինչ լինի, մենք նաեւ կանանց կվոտան ենք մեծացրել եւ կանանց ներգրավվածությունը պետք է շատ լինի վարչության անդամների քանակի մեջ, հա, եւ ով կընտրվի։ Ինչ մեծացրեք կանանց կվոտան Ավելի ներգրավվածության, ավելի շատ կանայք, դե չեմ ուզում հիմա կանանց կառավարել, հա։ Դե լավ, Նարեկ ջան, դու ամուսնացած ես, չէ՞, կանանց չի լում կառավարել, ասեմ, կանայք են ավելի հեշտ կառավարում։ Հա ջան։ Ես խնդրում եմ, եկեք, լավ, Մակրոնի ինքը համաշխարհային ղեկավար է մակարդակի, մեծ առաջնորդ է եւ իր անձնական կյանքը դա իրանց գործն է, անձնական կյանք որևիցե մեկի մոտ չի մտնում։ Հետ կապված բավականին կոշտ քննադատություններով եք հանդես գալի հիբրիդային պատերազմ, ասում եք նյութենական պետություն են ուզում ես մտցնել, բայց երբ որ Լավրով այստեղ էր, Արադ Միրզյանը բավականին զգուշ հայտարարություններ էր անում, նա ասում էր, որ հապկում ենք մնալու, վերաֆորմ